Մարտի 14-ին և 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի շրջանակում այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, շրջել է համայնքներում և հանդիպել տեղի բնակիչների հետ։ Քաղաքացիները և հատկապես երեխաները վարչապետին դիմավորել են ջերմ մթնոլորտում։ Շփումների ընթացքում քաղաքացիները հատկապես ընդգծել են խաղաղության թրիփի կարևորությունը և իրենց խիստ դժգոհությունը հայտնել ընդդիմությունից։ Մենք զրուցել ենք տեղացիների հետ, որոնք մեծ զրույցում նույնպես ամենից շատ կարևորում են խաղաղությունը, ինչպես նաև նշում այն ակնհայտ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, ինչի համար էլ հունիսի 7-ին նրանք կրկին կընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Ինչ փոփոխություններ կան, որ տեսնում եք Սյունիքի մարզում, ուրախ եք խաղաղության համար, որ Սյունիքում խաղաղությունը կա արդեն։ Նոր չի։ Մի տարի է խաղաղությունը, զինվորները չեն մահանում։ Օրինակ ընդդիմությունը ասում է խաղաղություն չկա։ Դուք Սյունիքում ապրելով տեսնում եք այսինքն այդ խաղաղությունը։ Ընդդիմության հետ գործ չունենք։ Նրանք ինչ ուզում են, թող ասեն, մեզ չի վերաբերում։ Ես որ գիտեմ խաղաղությունն լավ է, ամեն ինչ լավ է։ Իսկ օրինակ ճանապարհների ապաշրջափակման մասին ինչ կասեք, որ ցանկանում են բացվի ճանապարհները։ Առանց ճանապարհի երկիր չի լինի։ Թող բացվի, գնան։ Օրինակ Գորիսում դրանից կյանքը կփոխվի ձեզ։ Եթե ճանապարհը կա, անպայման կյանքը կփոխվի։ Եթե շարժը կա, ճանապարհը միշտ լավ է լինում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության գործունեությունը ինչպես կգնահատեք այդ քայլերից հետո։ Միջինից բարձր։ Իսկ եթե Կիրակի օրը ընտրություններ լինի, ում կընտրեք։ Փաշինյանին։ Ինչ տպավորություններ ունեք վարչապետի այցից։ Շատ մեծ տպավորություններ ունենք, շատ ենք սիրում իրան ու հուսով ենք կհաղթի լավագույնը։ Սպասում եք, որ նրանք տեսնեք այստեղ։ Ճիշտն ասած, հենց գիտեի, որ գալիս է, դրա համար էլ դուրս էինք եկել հանդիպման։ Օրինակ ինչ փոփոխություններ կան, որ տեսնում եք ձեր համայնքում, ուրախ եք։ Շատ։ Նախկինի հետ տարբերություն կա, ինչ տարբերություններ։ Իհարկե կան տարբերություններ շատ, տեսնում ենք տարբերությունները, ամեն ինչում էլ նկատում ենք։ Իսկ խաղաղության մասին ինչ կասեք, ճանապարհների ապաշրջափակման, որ ճանապարհները բացվելու են։ Գիտենք, տեղեկացված ենք։ Դե հա, նկատում ենք ամեն ինչն էլ, իհարկե կողմենք, միանշանակ կողմենք։ Դա ինչ կտա օրինակ ձեր համայնքին, ձեր Դե բնականաբար խաղաղություն, թե երեխաների համար հիմա այս պահին ինչ անում ենք, մեր երեխաների համար ենք անում, մեր երեխաների խաղաղության համար ու մենք իր կողմից տեսնում ենք ահագին առաջընթաց, ահագին փոփոխություններ ու որն էլ ինչապետ ժողովրդին դա պետք է կարծում եմ։ Կիրակի օրը ընտրություններ լինեն, ո՞ր կընտրեն։ Դե բնականաբար պարոն Փաշինյանին։ Ինչ փոփոխություններ եք օրինակ տեսել Մեղրիում, որ այս կառավարության օրոք է։ Շատ։ Վարչապետ Փաշինյանի այցից ինչ ակնկալիքներ օրինակ ունեք։ Լավ, դեպի լավ Սպասում եք կողմերը։ իրեն Մեղրիում։ Ինչ։ Սպասում եք իրեն Մեղրիում։ Այո, Ուրախացաք, որ նրան տեսաք։ շատ։ Իսկ օրինակ կառավարության որ փոփոխությունն է, որ շատ է ձեզ դուր Եվ որ եկել։ մեկը թե շատ է։ Որը որ օրինակ վերջերս օգտվել եք, օրինակ առողջապահության Դե ապահովագրությունից։ ես ճիշտն ասած չեմ օգտվել, դրա կարիք չեմ զգացել, բայց գոհ եմ, որ այդպես փոփոխություններ կատարել են։ Այսինքն գոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարության Այո, աշխատանքից։ այո։ Եթե Կիրակի օրը ընտրություններ լիներ, ում կընտրեի։ Իրեն։ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցիք, արդյոք գոհ եք իր կառավարման օրոք տեղի ունեցած բարեփոխումներից։ Ինչ անում է լավ անում, եթե մի ղեկավար կա այդ մարդն է, ազգի համար մտածող կա այդ մարդն է։ Իսկ ինչ փոփոխություն օրինակ որ շատ եք տեսել ու զգալի է Մեղրիում օրինակ կատարված Մեղրիում, որ բան որ չճարում այնքան աշխատատեղ է բացված, նույնիսկ մարդ չկա որ աշխատի, դրսից են գալի աշխատում։ Իսկ օրինակ խաղաղության մասին ինչ կասեք։ Շատ լավ է, որ խաղաղությունը կա, ամեն ինչ նորմալ։ Իսկ եթե Կիրակի օրը ընտրություններ լինի, ում եք ընտրելու։ Նիկոլ Փաշինյան։ Վարչապետին հանդիպեցի, Ինչ ակնկալիքներ ունեք օրինակ իրենից գոհ եք իր կառավարության։ իրանից ես շատ գոհ եմ։ Այդ վարչապետը կյանքում չէր ելել, ոնց էլ կլներ։ Այն որ Սերժը կա, Քոչարյանը կա, Մարթասպաները, բերեն մեն ուզում են դնեն վարչապետ, բայց չեն կար։ Ամբողջ ժողովուրդը Փաշինյանն է պաշտպանում։ Իմ ընտանիքը 8 կազմից 8 ձայն էլ իրան։ Իսկ օրինակ Մեղրիում ինչ փոփոխություններ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել ու շատ է տարբերություն։ Ամեն ինչ էլ է, այնա բանում Լեյված գյուղի մանկապարտեզը որ նայեք տենակ, քանի տարի քանդած ոչ մի բան չկա։ Եմի նայում ես այլի։ Ամեն ինչ էլ արել, մեզ իրանից շատ գոհ շնորհակալ եմ։ Ուզում եք որ խաղաղ լինի, դե ինչքան կռիվ եղել է Մեղրու շրջանը միշտ խաղաղ է եղել։
Ամենայն դեպս սկսած 21 թվից, թե 22 թվից 44 պատերազմի հետո մեր մոտ կռիվ չի եղել, ամիջապես մենք կռիվ չենք արել։ Զարգանում է երկիրը։ Իսկ օրինակ խաղաղության կողմեք, ինչ կասեք խաղաղության մասին։ Խաղաղության առանց մենք խաղաղություն ենք պահանջում։ Ու լինելու է խաղաղություն։ Այսինքն խաղաղություն կարևոր է ձեզ համար, դա կարևոր ձեռքբերում է։ Իսկ օրինակ մյուս բարեփոխումներից կառավարության կողմից արված օրինակ առողջապահության ապահովագրությունը անվճար տվել եք։ Ամենից էլ օգտվենք։ Վարչապետը միակնա, որ պետքա մենք պահենք, պաշտպանենք։ Այսինքն եթե երկող կիրակի օրը ընտրություններ լինում կընտրեք։ Իհարկե վարչապետին։ Այսինքն գոհ եք իրենից։ Շատ լավ, սահմանները նորմալ, ժողովուրդը փառքաստու լավ են, ժամանակը ավելի լավ է։ Իսկ գոհ եք կառավարության բարեփոխումներից։ Շատ։ Տեսնում եմ արդյունքը, շատ արդյունքներ կան, շատ է փոխվել Հայաստանը, Սիսիանը եւ Սիսիանի համակարգից եմ շատ գոհ, շատ փոփոխություններ կան, շատ լավ։ Իսկ օրինակ խաղաղությունը գնահատում եք, որովհետև շատերը դե իհարկե առանց խաղաղության Փաշինյան ամբողջ աշխարհին է ներկայացնում Հայաստանը։ Դա մենք ես մեծ արդյունքներ Դուք Ռուսաստանից եք ժամանել։ Այո։ Խոսակցություններ կան Ռուսաստանից գալիս են, որպեսզի ընդդիմությանը քվեարկեն, պարոն վարչապետն է օրինակ ցույց տալու ոնց է գալի, ես ասենք համարյա այսա մի քանի ամիս է այստեղ եմ, բայց դե ես Փաշինյանից մեծ անակնկալում սպասում եմ։ Իսկ օրինակ այլ ինչ բարեփոխումներ եք տեսել կառավարության կողմից արվող, որ մեծ սպասում եք։ Շատ ամեն ինչ։ Եվ մանկապարտեզները, դպրոցները, փողոցները, խաղասրահները, շատ։ Անկամ մեր Սիսիանում մեծ փոփոխություններ ա, սիրում փողոցները զարդարում են, անում են, չէ, շատ սիրուն է։ Շատ մեծ փոփոխություններ։ Հույսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ օրինակ խաղաղությունն է։ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերել, բայց ընդդիմադիրները ասում են, որ այսպիսի խաղաղությունում է պետք։ Օրինակ Սիսիանը քանի բան ամեն մեկ իր ես զոհվածի ծնող եմ, տղան զոհվել է։ Ես գիտեմ դա ինչ է նշանակում։ Պատերազմ չլինի, որտեղ մենք շրջապատված ենք այնպիսի երկրներով, որտեղ տեսնում ենք ինչ է կատարվում։ Հույսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև Տաթևի վանքում, այստեղ նրան մոտեցել են օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնք լուսանկարվել են վարչապետի հետ եւ նշել, որ նրա մասին հիմնականում դերական կարծիքներ են լսել։ Nice to meet you. It's a pleasure. Pleasure, huh? Yeah. Where you came? From Munich. So can I? From Munich? Yeah. So Yeah. without the cake. As tourist? Yes, as a Yeah. tourist. How you decided to make decision to come specifically to Armenia? Because I'm very interested about the country, the culture, and also the nature. So I think it's very special here. So that's the reason why I make a decision. And also my brother and his wife want to follow because we are very interested in the culture and the nature. Enjoy. So thanks a lot. It was really a pleasure. So thanks. Thank you. Okay. Thanks. Да, конечно, конечно. Очень С удовольствием. Хотелось бы приятно. Я желаю вам процветания. Спасибо большое, что вы делаете. О вас люди очень хорошо говорят. Спасибо, спасибо большое. О, նկարում են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար